Գյումրու Ղանդիլյան փողոցի երկրորդական և քաղաքում այն եզակի փողոցներից է այս փողոցը, որտեղով երթևեկելիս մեքենաները դեռևս շարքից դուրս չեն գալիս և մայթերին էլ հանգիստ կարելի է քայլել բարձրակրունկներով։ Նմանատիպ 20 փողոց հիմնանորոգվեց 2024 թվականից, գումարները հատկացվեցին 2026 թվականի մարտի 19-ի կառավարության նիստին։ Գյումրի համայնքի երկրորդային 20 փողոցների հիմնանորոգում կատարված է աշխատանքների 80%-ը, ասֆալտապատվել է 3,4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Սիգ ասֆալտ չէ, սիգ ներկա ծավազ է։ Բնակչի բնորոշմամբ նույնիսկ այս ներկա ծավազին կարոտեն այսօր գյումրեցիները։ Երկրորդային 20 փողոցներից 13-ում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, 7 փողոցներում դրանք ավարտական փուլում են։ 20 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականին հաստատված ու 2025 թվականին իրականացված ծրագրեր են։ Կապալառու կազմակերպությունների հասանելիք գումարները կառավարությունը տրամադրեց մարտի 19-ի կառավարության նիստին շուրջ 340 միլիոն դրամ։ Այն ծրագրերը իրականացվել են 25 թվականի շրջանակներում, աշխատանքները ավարտվել էին 25 թվականին եւ փաստաթղթերի համապատասխան համայնք են ներկայացնում կատարողականների չափով, կատարողականներ ներկայացնելուն պես արդեն իսկ ներկայացվել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն եւ գումարը հատկացվել է։ Քաղաքի տարբեր հատվածների երկրորդային փողոցների մասին է խոսքը ընդհանուր 3,4 կիլոմետր երկարությամբ։ 20 փողոցներից մենք ունենք 13 փողոցներ, որոնք իրականացվել են, արդեն իսկ ասֆալտապատումը շահագործվում են, դա Դանիելյան փողոցն է, դա Խնկոյան փողոցն է, մենք ունենք Հ. Սարգսյան փողոցի 3-րդ նրբանցքը, ունենք Ղանդիլյան փողոցի 3-րդ նրբանցք, Մազմանյան փողոց առաջին, Չեխովի փողոց, Երևանյան խճուղի թիվ 131 շենքից մինչև Այգապացի 3-րդ շարք, ունենք Խորենացի փողոցի նրբանցք քոտեջների հատվածը, Գարեգին Ա փողոցն է, ունենք Չելյուստիների փողոցը, Սպարտակի փողոցը եւ Պուշկինի փողոցը, 7-րդ նրբանցքը։ Այսինքն երկրորդական փողոցները։ Սրանք բոլորը, բոլոր 20 փողոցները դրանք երկրորդական փողոցներ են եղել։ Հիմա աշխատանքները ընթանում են 7 փողոցների հատվածով, 7 փողոցները ավարտվեցին, իրենք համապատասխան արդեն կատարողականները ներկայացնում են համապատասխան մարզպետի աշխատակազմ, մենք մեր կողմից ուսումնասիրելով կատարողականները համապատասխանությունը, ինչպես նաև ընթացքի որակի հետ կապված այցելություններ իրականացում համապատասխան վարչության կողմից եւ դրական եզրակացություն ունենալու պես կներկայացվի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության գումարի հայցման համար։ Մինչ Գյումրիում կարելի է ուրախանալ այս հատուկենտ բարեկարգ փողոցներով, քաղաքը սպասում է փողոցաշինության սուբվենցիոն ծրագրերի նոր փաթեթի հաստատմանը։ Փաստն այն է, որ ճանապարհների անբարեկարգ այս պատկերը վարորդների դեմքին ամեն օր նոր կնճիռներ է ավելացնում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Մեկ դարը բոլորած գոհար տատը միտքը միշտ զգոն սիրտը տակ, ամեն իրիկնամուտի մինչև բոլոր հարազատները չխոսի օրհնությունը տակ, գլուխը բարձին չի դնում։ Որի ձայնը չեմ լսել, պետք է անպայման զանձեմ լսեմ կամ իրակ զանձեմ լսեմ, որ նոր հանգիստ քնեմ։ 6 երեխա ունի 17 թոռ, 26 ծոր ու 7 կոր 100-ամյա տատը, ավագ դուստրն արդեն 80 տարեկան է, վաղուց արդեն եւ թոռնատեր եւ ծորնատեր, բայց մոր համար միշտ երեխա, ինքն էլ մյուսներն էլ։ Գործի պիտի գնամ, մաման ասում է, հայ բալաջան, այն երեխեն չզանգեց։ Ասում եմ, մա այն երեխեն ով է, Ալան։ Ասում եմ, այ մեր ջան, 80 տարեկան երեխա տեսել ես դու։ Մայրիկիս կողքին բոլորս միշտ երեխա ենք մնում, քանի ինքը կա։ Ամուսնուն վաղ է կորցրել, բայց մեջքը միշտ ձիգ պահել, բոլոր զավակներին նպատակներին հասցրել, ոսկե մեդալով են երեխաներից 3-ը դպրոցն ավարտել, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացել։ Ինքն էլ մոտ 40 տարի գանձապահ է աշխատել, զուգահեռ տան ու այգու գործերին եղել։ 38 տարեկան ամեն ինչ արել եմ։ Հիմա էլ ասում եմ դա որ ոտս սես չներ, բաղջի խոտերը կմաքրեի։ Ոտքը 2 տարի առաջ է վնասել, այգում գործ անելիս հիմա դժվարությամբ է տեղաշարժվում, աղ քաշում, ժրաջան օրերը կարոտում։ Ես մեր հարևանի աղջիկը գալիս էր, բարև մեր թավից ասում էր թավիտ, քվարտոտա գիտես ինչի է երկար ապրում, ասում չի, նրանից է որ անհագիստ է, անընդհատ գործի մեջ է, պարապ չի կարողանում մնալ։
Անցած ամառ օգոստոսին են Գոհարտատի 100-ամյակը նշել, անմոռանալի տոն կազմակերպել թե հոբելյարի, թե հյուրերի համար։ 100-ամյակի նկարներից է։ Մեր հյուրերը 175 հոգի էին, մեջները այտենց մարդ չկար, որ մասնակցած լիներ 100-ամյակի։ Բոլորին հարցրել եմ։ Գեղեցիկ նվերներ, շատ ստացավ ծաղիկներ, անհաշիվ անհամար ու առանձնահատուկ գոհ է, որ կառավարությունը որոշել է այս տարվանից իր բաժին նվերն անել Մեգդալի շեմը հատած քաղաքացիներին։ Ռոզանա զանես մամա աչքը պլյուս, ասի ինչ եղել աղջիկ ջան, մապետությունը քեզ 100-ամյակի արդի մի միլիոն փողատարում, ասի իսկականից բահա, գիտեի, որ Երևանում 30 հոգու տվել են վեցերին, ճիշտ ասած, ասեցի սխալ է, որ ռայոնի այս մեծերին չեն տալիս, որ Ռոզանա ասեց, ասի լավ է, ապրի։ Արդեն որոշել են ոնց են տատիկի միլիոնը ծախսելու, նրա կամքն է, որ թորան սենյակի համար նոր կահույք այդ փողից գնեն ու տակնել ինչ մնաց մեծ խնջույք կազմակերպեն։ Միշտ սիրել է հարազատ մարդկանց բարի կամեցողներին սեղանի շուրջ համախմբել, սրտանց հյուրասիրել։ Այս անգամ մենք էլ հրավեր ունենք, իսկ մինչ այդ ողջ ընթացքում անհանգիստ էր շատ, որ զրույցով տարվեցինք, քաղցրից չօգտվեցինք։ Բայց խնդրում եմ, օգտվեք սեղանից մի բան գերեք, ձեր ցավը տալի։ Բայց ապրեստատի ջան, խաղող կուտեմ, ձեր այգունն է։ Այո։ Ապրած կյանքից գոհ է, թե վերառած նպատակ երազանքների համար շնորհակալ, բայց դեռ 3 անկատարն ունի, 2 թորների հարսանիքին դեռ պիտի մասնակցի ու 1 ծոռնիկի ծնունդն էլ տեսնի։ Ծանոթ հնչյուններն այս անգամ ազդարարում են պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի մեկնարկը, որն այս տարի հյուրընկալելու է Հայաստանը։ Մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ համերգի ավարտին կհայտարարվի այն մասնակցի անունը, որն այս հեղինակավոր մրցույթում ներկայացնելու է մեր երկիրը։ 130-ից ավելի հայտեր, մոտավորապես 100 երաժիշտ, որոնք անցան լսումների փուլ։ Դեպի դասական Եվրատեսիլ մրցույթի ժյուրիի կազմում ոլորտի փորձառուներն են Էդուարդ Թոփչյանը, Վահագն Պապյանը, Հայկ Մելիքյանը, Արամ Ասատրյանը, Սուրեն Հախնազարյանն ու Հայկ Հեկեքյանը։ Հետնաբեմում իրարանցում է, մասնակիցները հուզված են, ծնողները լարված, իսկ ուսուցիչները վերջին խորհուրդներն են տալիս պատանիներին ելույթից առաջ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ուրախ է, որ երաժշտական այս տոնը գալիս է Հայաստան։ Մեծ պատասխանատվություն է զգում որպես ժյուրիի անդամ ու ընդգծում։ Կարևոր է, որ էմոցիաները չխանգարեն մասնակիցներին։ Շատ ուրախ եմ եւ առաջին անգամ չի, որ առնչվում եմ դասական Եվրատեսիլի հետ։ Մեկ անգամ մեկնաբանել եմ, անցյալ անգամ նորից մասնակցել եմ վերջին փուլում մեր հիանալի երաժիշտին ընտրելու հարցում եւ այս անգամ Եվրատեսիլ ունենք Հայաստանում։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ ինձ կանչել էին մեկնաբանելու Վիեննայում անցնող դասական Եվրատեսիլը։ Դե Վիեննայում բնական էր, հիմա շատ լավ որ գալիս է մեզ մոտ։ Պատանիների այս ճանապարհով ժամանակին նաև դաշնակահար Հայկ Մելիքյանն է անցել, կարևորում է պրոֆեսիոնալիզմ, էմոցիոնալ դաշտի կառավարում, բեմական էներգիա եւ կեցվածք ամբողջականությունը։ Կան փորձառուներ եւ կան ոչ այդքան փորձառուներ, ում համար այս բեմը առաջինն է, առաջնեկն է, ոմանց համար սա արդեն կայացած բեմ է։ Անձամբ ես շատ հուսով եմ, որ կհաղթի անկեղծը եւ մենք կլսենք իրապես երաժշտությանը հանդեպ անկեղծ վերաբերմունք ցույց տվող մասնակցին, կընտրենք նրան։ Հայաստանը պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցել է 2012 թվականին։ Երկար դադարից հետո մեր երկիրը 2024-ին կրկին այս մրցույթի մասնակից երկրների շարքում էր։ Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի այս տարվա նախընտրական փուլին մասնակցել է 14-ամյա դաշնակահար Հայկ Ջուլհակյանը, որն իր ուժերը փորձել էր նաև 2024-ին։ Նախորդ տարվանից մինչ այժմ կարծում եմ աճ եմ գրանցել եւ միջև այս մրցույթը մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների եւ այս փուլում շատ մեծ պատրաստությամբ եւ շատ լարված եւ ուրախ շատ մեծ զգացմունքներով պատրաստ եմ մասնակցել այս եզրափակիչ փուլին։ 17-ամյա Էդուարդ Դայանը միջազգային մրցույթին պատրաստվում է ներկայանալ ջութակով, գնչուական ստեղծագործությամբ։ Սկզբից եթե հայ լսի կարող մտածի հայկական գործ է, բայց իրականում գնչական թեմաների վրա է գրած եւ շատ հետաքրքիր գործ է։
Դեպի դասական եվրատեսիլի եզրափակչում մասնակիցները մեկը մյուսի հետևից բեմում ներկայացնում են իրենց յուրօրինակ կատարումները, արժանանում ջերմընդունելության, բայց մրցույթն ունի իր կանոնները։ Էլեն Վիրաբյանն է։ 15-ամյա ֆլեյտահար Էլեն Վիրաբյանի ուսերին է մեր երկիրը միջազգային մրցույթում ներկայացնելու պատասխանատվությունը։ Տանտիրոջ իրավունքով կդիմավորի բոլոր երկրների ներկայացուցիչներին, որոնք ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆլեյտան իր կյանքի իմաստը համարող աղջնակը հույս ունի անվրեպ լինել նաև մրցութային օրը։ Երաժշտի համար շատ կարևոր է մասնակցել մրցույթներին, որովհետև դու համ քեզ ես ցույց տալի, համ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, համ ժյուրիից ինչ-որ կարևոր բաներ ես լսում։ Եվրատեսիլը օգնում է երաժիշտներին ցույց տալ իրանց տաղանդը ամբողջ աշխարհին։ Ես կուզեի մաղթել համ ինձ, համ ուրիշ նվագողներին վստահություն, լավ ելույթ ու ստանալ հաճույք իրանց նվագից։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 123-ամյա տարեդարձի օրը հունիսի 6-ին 11 երկրից ժամանած մասնակիցները Արամ Խաչատրյան մեծ համերգասրահից աշխարհին կնվիրեն դասական երաժշտության եվրոպական տոն։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, չեմ հիշում, ոնց ա եղել վթարը, Գյումրիից հետ գալու ճանապարհին քնած եմ եղել մեքենայում։ Թագուհին արթնացել է վթարից 3 օր հետո միայն, բազմաթիվ կոտրվածքներով արդեն 2 վիրահատություն տարած վերակենդանացման բաժանմունքում։ Վիրահատված էր 2 ազդոսկրերը ապարատային տեղադրում էր արված, վեգոսկրն էր վիրահատած, ձախ ձեռքի կոտրվածքը, բայց չէին վիրահատել։ Բժիշկներն ասում են, որ նորմալ չի կարելի միանգամից 2 ազդոսկր վիրահատել, որտեղ ես արնահոսել եմ բավականին շատ, բայց հարցը այսպես էր դրված, բժիշկը ասել է 50-50, պետքա վիրահատենք, չգիտենք արդյունքը ինչ կլինի։ Այս մեքենայի միջից են դուրս բերել աղջկան, ականատեսներն ասում են անհավանական է, որ ողջ է մնացել։ Կյանքին վտանգ սպառնացել է, որտեղ բավականին շատ արնահոսել եմ, բաց կոտրվածք եմ ունեցել կրունկի հատվածում, վեգոսկրն է բաց կոտրվածք եղել։ 33 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Թագուհուն տեղափոխել են զինվորի տուն վերականգնողական բուժման։ Արդեն 7 վիրահատություն է տարել։ Թագուհին մեզ մոտ եկել է անվասայլակով, հյուծված, տրամադրության sense մեծ անկումով, անհույս ու ոնց ասում եմ ինչպես միշտ բոլորի պես ես կքայլեմ ամեն երկրորդ հարցից հետո ես կքայլեմ, իմ մոտ կստացվի թե չի ստացվի, այդ կերպարն եմ սկզբում հիշում։ Բազմաթիվ բազմաբեկորային վնասվածքներով զույգ ազդոսկրեր, զույգ կրունկ ոսկրեր, ձախ ճաճանցոսկր, վեգոսկր, այսինքն պատկերացրեք բոլոր հիմնական ոսկրերը, որոնց վրա մարմինը հենվում է, բազմաբեկորային վնասվածքներ, կոտրվածքներ ու իրականացված բազմաթիվ վիրահատություններ մետաղական օստեոսինթեզներով։ Թագուհին զինվորի տուն է եկել սաստիկ ցավերով, անկարող որևէ շարժում անել եւ դեպքը բարդ է եղել այնքանով ըստ գլխավոր վերականգնողաբանի, որ նաև հոգեբանական վիճակն է շատ ծանր եղել։ Հոգեբանական նաև ընկճված վիճակը, որը թույլ չի տալիս հավատալու, որ այսքան անցած ճանապարհից հետո մենք կարող ենք ոտքի կանգնել։ Բայց ստացվեց։ Նախ Թագուհին անչափ շնորհակալ է, որ իրեն մեքենայից դուրս են բերել այնպիսի մարդիկ, որ հստակ գիտակցել են, թե ինչ անդառնալի հետևանքներ կարող էին լինել, եթե հանկարծ անզգույշ դուրս բերեին մեքենայից, քաշեին, ողնաշարը կոտրեին։ Այնի նախկին աշխատակիցներ Անին ու Լևոնն են վթարի պահին տարածքում եղել։ Թագուհին մեկ առ մեկ նշում եւ շնորհակալություն է հայտնում նաեւ բժշկական ողջ թիմին, որ օգնեցին իրեն ապրել, հետո հավատալ, որ կարող է քայլել։ Սպասելիքները շատ արդարացան, ես եկել եմ շատ ընկճված,
Գիտակցում էի, որ իմ վիճակը լինելու է լավ, բայց չէի պատկերացնում, որ ունենալու ենք շատ լավ արդյունքներ, բայց բոլորի աջակցությունը եւ կինեզոթերապևտի եւ բժիշկների եւ բոլորի համախմբված աշխատանքով եւ ընտանիքիս նաեւ ունենք սպասվածից շուտ ու շատ լավ արդյունք։ Առաջին քայլը, որ ի վիճակի եղավ անել, զինվորի տուն գալուց 10 օր անց էր։ Շատ սպասված քայլ էր։ Վերականգնողական բուժումը ընթացել է վնասվածքաբանի հետ համատեղ, այսինքն բժիշկների միասին համատեղ փուլային մետաղական օստեոսինթեզի մասնիկների շուղերի հեռացում, նորից շարունակում, փուլային շատ զգուշորեն տարել ենք։ Ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական վիճակը համեմատության եզրեր չունեն առաջին օրերի հետ։ Սարսափելի վթարից հրաշքով փրկված աղջիկն արդեն ձեռնափայտով քայլում է։ Ընդամենը օրեր առաջ է թույլատրվել ոտքի լիարժեք հենումը։ Իրոք շատ կարճ ժամկետ է համարվում։ Մարդիկ տարիներով պայքարում են, որ կարողանան հասնեն քայլքի, կարողանան ոտքի կանգնել ու հիմա մենք հասել ենք այդ ամենալավ բարձր կետին, որ արդեն մտածում ենք քայլքի, ինքնուրույն քայլքի մասին։ Առանց վերականգնողական բուժման ոչ մի վիրահատություն իզորու չէ հասցնել նման արդյունքի։ Թագուհին արդեն հասել է այն փուլին, որ պայքարում է առանց ձեռնափայտի ինքնուրույն քայլքի համար։ Եվ ամեն անգամ բուժումից հետո ավելի արագ քայլերով է գալիս դեպի ամուսինը։ Տանը երկու փոքրիկներն են սպասում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ուսումնասիրում է Իսրայելի այն պնդումները, թե Իրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ եւ Բերլին։ Եթե դա ճիշտ լինի, ապա դա եւս մեկ վկայություն է, որ այն, ինչ անում է ԱՄՆ նախագահը, կարևոր է, ասել է նա։ Ռյուտեն նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ 22 երկիր համաձայնել է մասնակցել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու նախաձեռնությանը։ Այժմ սա պլանավորման փուլում է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ, սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Երևանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը 2-ին։ Իրանն արձագանքել է երկրի նավթային եւ էներգետիկ օբյեկտներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանն էլ հայտարարել է Վաշինգտոնի սպառնալիքները հուսահատության դրսևորում են։ Նա հավելել է Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։ Ըստ էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրենի 1970-ականների երկու հաջորդական էներգետիկ ճգնաժամերի ընթացքում աշխարհը կորցնում էր օրական 5 միլիոն բարել նավթ։ Այժմ այդ թիվը հասնում է օրական 11 միլիոն բարելի։ Նա նաև հայտնել է, որ ներկայիս ռազմական գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առնվազն 40 էներգետիկ օբյեկտ է վնասվել։ Հորմուզի նեղուցը բացելու կոչով են հանդես եկել Իսպանիայի վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը։ Թեման հեռախոսազրույցում քննարկել են նաև ԱՄՆ նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Կողմերը շեշտել են նեղուցի բացումը կարևոր է համաշխարհային էներգետիկ շուկայի կայունության համար։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածներ հասցնելու մասին։ Թիրախավորվել է Թեհրանը։ Հարձակման է ենթարկվել նաև Թասնիմ լրատվական գործակալությունը, կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ընդհանուր առմամբ պատերազմի ավելի քան 3 շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Թեհրանն էլ թիրախավորել է Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային հատվածները։ Ավելի վաղ Իրանը հարվածներ էր հասցրել Իսրայելի Արադ եւ Դիմոնա քաղաքներին, որոնք գտնվում են Նեգևի միջուկային հետազոտությունների կենտրոնի մերձակայքում։ Հարվածներն իրականացվել են ի պատասխան Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման։ Իսրայելում վերջին 1 օրվա ընթացքում հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ի։ Հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել նաեւ Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։ Իսրայելը նաեւ շարունակում է ռազմական գործողությունները Հզբոլահի դեմ։ Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցվել խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահը դա անվանել է ցամաքային ներխուժման նախերգանք։ Ժոզեֆ Աունի խոսքով Լիբանանը
Հոսեյնյանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։ Նա խոստացել է զինաթափել Հեզբոլահին եւ ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին։ Երկրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում, հատկապես տարածաշրջանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել զգուշավորություն դրսևորել։ Ինչ վերաբերում է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներին, Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ Իրանի եւ Հեզբոլահի դեմ առջևում դեռ մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Մոսկվայի եւ Կիևի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր մարզերում ուկրաինական մոտ 250 անօդաչու խոցելու մասին։ Կան վիրավորներ։ Երկրի մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ Հարվածների է ենթարկվել նաև Ուկրաինան, կան զոհեր եւ վիրավորներ։ Զուգահեռ շարունակվում է բանակցային գործընթացը։ Մարտի 21-ին եւ 22-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Ըստ ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները եւ ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը։ Նրա խոսքով դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ։ Նա շեշտել է, ամերիկյան կողմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւս պետք է ավարտել։ Կուբան մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ լիովին հոսանքազրկվել է 10 միլիոն բնակչություն ունեցող կղզում սա այս ամիս արդեն երրորդ նման դեպքն է։ Երկրի էլեկտրական ցանցերի օպերատորներն աստիճանաբար վերականգնում են էլեկտրամատակարարումը, առաջնահերթությունը տալով հիվանդանոցներին եւ ջրմուղ համակարգերին։ Կուբայի էներգետիկ ենթակառուցվածքը հնացած է, բացի այդ ԱՄՆ-ն արգելափակել է նավթի ներմուծումը երկիր։ Նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս բազմիցս խոսել է Կուբայում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Կուբայից արձագանքել են երկրի քաղաքական համակարգը քննարկման ենթակա չէ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ պետական գործերի նախագահի պաշտոնում։ Նրա ընտրությունը կայացել է 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում։ Այս նստաշրջանի ժամանակ Գերագույն ժողովրդական ժողովը կքննարկի երկրի հնգամյա տնտեսական ծրագիրը։ Փետրվարին Կիմ Չեն Ընը վերընտրվել էր նաև երկրի իշխող աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա Հյուսիսային Կորեան ղեկավարում է արդեն 15 տարի։ Սյուզաննա Չրաղյան Անվտանգային եւ խաղաղաշինական գործընթացներում կանանց դերի եւ մասնակցության ակտիվացման կարեւորությունն է ներկայացվում Գավառ համայնքի տարբեր տարիքի կանանց ու աղջիկներին եւ որպեսզի ասելիքն առավել պատկերավոր, իսկ քննարկումը թիրախավորված լինի, ընտրել են ֆորում թատրոնի ձևաչափը։ Կարևոր է բազմաշերտ ներգրավվածությունը, տարբեր կարծիքների, տարբեր մոտեցումները քննարկելու համար։ Նշեմ, որ այս հանդիպումները ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից ընդունված կանայք խաղաղություն եւ անվտանգություն 1325 բանաձևի քննարկումների համատեքստում ենք իրականացնում։ Լռությունից որոշում, բեմականացման վերնագիրն է եւ գլխավոր հորդորը կանանց։ Իրենք պետք է լինեն իրենց վերաբերող բոլոր քննարկումների կենտրոնում։ Որոշումների կայացման գործընթացներում կանանց ձայնը կարող է բերել առավել արդյունավետ զարգացումներ եւ դրական փոփոխություններ։ Համակարծիք են հզորացնելով կանանց հանուն խաղաղության ծրագիրն իրականացնողները եւ թիրախ լսարանը։ Մարդիկ իրենք կորոշեն, իրենք էլ կանեն։ Հա, ես ուզում եմ հասկանամ, ինչի եք դուք միշտ այդ լոգիկայով գնացել, որ տղամարդիկ կորոշեն, իրենք կանեն։ Էլի թող որոշեն անեն։ Բայց մենք էլ չէ ունենք իրավունք մեր կարծիքը արտահայտելու։ Հիմա ուզում եմ գնամ ես էլ մի բան ասեմ, որտեղ միտք ունեմ։ Բա երեխուն թողնես գնաս, ո՞նց կլինի։ Ոնց ջան, երեխու հետ զանգի մարդու տեսիչ կասի։ Լավ կզանգի։ Իրեն անհանգստացնող խնդիրների մասին որոշումների կայացումը հենց պետք է պատկանա կնոջը եւ ինքը պետք է մասնակիցը լինի դրանց։ Ներկայացումը բավականին կարճ է եւ չնայած դրան ինտերակտիվ ֆորմատով է, շատ կարեւոր ենք համարում, որպեսզի հանդիսատեսը մասնակիցը լինի եւ իր կարծիքն ու դիրքորոշումը հայտնի նմանատիպ խնդիրներին, ինչպես նաեւ ներկայացման լուծմանը։ Իրոք կանայք որպես անհատականություններ շատ մեծ նշանակություն ունեն մեր պետության հզորացման, ինչպես նաև միջազգային հարցերում իրենց կարծիքը, հավասարակշռված կարծիքը արտահայտելու համար։
ես կարևորում եմ նման միջոցառումները, որոնք անչափ կարևոր են խնդիրների վերհանման, տարածաշրջանի առանձնահատկությունների բացահայտման եւ լուծման գործում։ Համայնքային կյանքին կանանց մասնակցության մասին ավանդական պատկերացումներն արդեն աստիճանաբար փոփոխվում են, թեև կանանց հասարակական ակտիվությունն ու առաջնորդությունն այլևս անսովոր երևույթներ չեն, այնուամենայնիվ դեռ կա կանանց դերի բարձրացման ու նրանց ձայնն առավել լսելի դարձնելու անհրաժեշտություն, որում թատրոնը հենց այս խնդրի լուծման ուղիներն է նախանշում, հյուրընկալվելով տարբեր մարզերում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Դպրոցականների առարկայական օլիմպիադաներից հետո հերթը մարզական խաղերինն է։ Մարտի 19-ին անցկացվեց դպրոցականների բասկետբոլի լիգ համարզական խաղերի մարզային փուլը 5-ից 6-րդ դասարանների թիմերի միջև։ Մասնակցում եմ 3-րդ անգամ ու սպասում եմ, որ ապայման մենք կհաղթենք ու հաղթանակով կգնանք։ Համայնքային փուլին մասնակցել է 5-ից 6-րդ դասարաններից 40, 7-ից 9-րդներից 60 հավաքական թիմ։ Մարզային փուլին մասնակցելու իրավունք վաստակեց յուրաքանչյուր համայնքից 1 դպրոց։ Ինձ թվում է մենք կհաղթենք, որովհետև մենք շատ լավ ենք տրամադրված ու մեր թվում շատ ուժեղ մարդիկ կան։ Առաջին անգամ եմ մասնակցում, 5-րդ դասարան եմ, մի քիչ լարված եմ, վախում եմ վերջերը 7-րդ և 6-րդ տեղ բռնենք։ Նման մրցաշարերի միջոցով զարգանում են երեխաների արագ կողմնորոշվելու հմտությունը եւ թիմային մտածողությունը։ Բացի դրանից նրանք լավ մարզավիճակում են լինում։ Նպատակն է զարգացնել բասկետբոլի մարզաձևը երեխաների միջև, խթանել երեխաների մասսայականությունը սպորտի ընդգրկվածության մեջ, առողջ ապրելակերպի ձևավորումը եւ հետագայում նաեւ ինչու՞ չէ լավ մարզիկների հայտնաբերումը Հայաստանի հավաքական թիմում խաղալու համար։ Մարտի 20-ին մրցաշարը կանցկացվի 7-ից 9-րդ դասարանների սովորողների միջև։ Աչքի ընկած թիմերը կարժանանան համապատասխան կարգի գավաթների եւ հավաստագրերի։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան,